Բարեձեզ Ֆակտոր TV հյուրախաղության երկխոսություն հասարակական կազմակերպության ղեկավար իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն է, ողջույն պարոն Խաչատրյան։ Եվրամիության արտաքին հարցերով հանձնակատար Կայա Կալասի մի հայտարարություն, որ Հայաստանը ԵՄ-ից աջակցություն է խնդրել արտաքին միջամտության դեմ պայքարի համար, խոսքը հիբրիդային հարձակումներին դիմակայությանն է, առնչվում արձագանքել են Հայաստան տարբեր դերակատարներ, օրինակ արտգործնախարարությունը հայտնում էր, որ խոսքը գնում է հիբրիդային սպառնալիքներին հակազդմանը, իսկ օրինակ ընդդիմադիր գործիչներից հույդա Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սահաթելյանը ասում էր, թե սա Հայաստանի ներքին գործերին ուղիղ անհագույց միջամտություն է, իսկ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը սա աննախադեպ խայտառակություն, եթե ոչ պետական դավաճանություն է որակել Փաշինյանը ներքաղաքական պայքարում հաղթելու համար մեզ վրա տղա է բերում Եվրոպական միության կեղծ մեղադրանքներ ներկայացնում ողջ ընդդիմությանը եւ ըստ էության սա քարտ բլանշ է ընտրությունների արդյունքների կեղծման, որն է ձեր գնահատականը։ Դե իմ գնահատականը բավականին մոտ է Կայա Կալասի հայտարարությանը, այսինքն ես լիովին կիսում եմ այդ մոտեցումը, որ Հայաստանին սպառնում է բավականին լուրջ եւ տարբեր ոլորտներում տարբեր բնույթի սպառնալիքներ, այդ որ ասում են հիբրիդային սպառնալիքներ շատ ավելի լայն եմ դիտարկում, այդտեղ ոչ միայն տեղեկատվական, ապա տեղեկատվական ուրեմն բաներն են, միջոցառումներն են, որոնք գալիս են Ռուսաստանից հիմնականում, այլ նաև քաղաքական ազդեցությունը, հաշվի առնելով Հայաստանի կախվածությունները էներգետիկ ոլորտում, տնտեսական ոլորտում, այդ ճնշումները յուրաքանչյուր անգամ, չգիտեմ, վերին լարսի փակելը կամ բացելը կամայական ձևով, տարբեր քաղաքական ուրեմն նպատակահարմարությունից ելնելով, սա էլ հիբրիդային սպառնալիքների ձևերից մեկն է, բայց ինքը շատ ավելի ուրեմն լայն երևույթ է եւ այդ երևույթը ակնհայտ է, որ Հայաստանի դեմ կիրառվում է եւ կիրառվելու է։ Իսկ 26-ի ընտրությունների համատեքստը ինչու է բերվում։ Որովհետեւ տեսեք, բերեք փոքր անդրադառնանք միջազգային փորձին, հա, բոլորս ականատես եղանք վերջերս մոլդովական ուրեմն ընտրական գործընթացներին միջև այդ բաններ, ռեֆերենդումներ, Եվրոպական միության մաս դառնալու հարցով, այսինքն մենք տեսնում ենք, որ բավականին ակտիվ Ռուսաստանը փորձում էր պահել Մոլդովան իր ազդեցության գոտում, իր ազդեցության դաշտում եւ սրա համար չի խորշում որևէ ուրեմն գործիք հակազմով եւ ամեն ինչ անում է, որպեսզի ընդհանրենք հանրային ընկալումներ ձևավորի պրոռուսական, այսինքն հանրային ճնշում ձևավորի իշխանությունների նկատմամբ այդ ուղղությամբ, այսինքն այս գործիքակազմը շատ ավելի ակտիվացվում է ընտրություններից առաջ, որովհետեւ Ռուսաստանին համար շատ կարևոր է այս գործընթացը, երբ որ իր համար վերահսկելի իշխանություններ ունի, երբ որ պետությունը եւ հասարակությունը լոյալ են իր որոշումների նկատմամբ եւ այս տրամաբանությունը հուշում է, որ ընտրություններից առաջ այդ հիբրիդային սպառնալիքները շատ ավելի ակտիվանում են։ Այսինքն միանշանակա չէ, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ իր կողմից ավելի վերահսկելի, ավելի հեշտ կառավարելի ուժը լինի Հայաստանի իշխանության կամ չգիտեմ, հանրությունը ավելի աջակցի այն ուժերին, որոնք ռուսամետ են կամ ռուսական քաղաքականության աջակիցներ են։ Տեսեք, ընդդիմությունը որոշ չափով քննադատում է նաև Եվրամիության կեցվածքը Հայաստանի ներքին գործերին խառնվելու եւ Փաշինյանն է հերթական անգամ հայտնվել քննադատության թիրախում, մեզ վրա տղա բերել այդ արտահայտությունն է օգտագործում, արդյոք սա Հայաստանի ներքին գործերին ԵՄ-ի միջամտություն չի, այո, հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար, բայց ընդդիմությունը դժգոհ է դրանից, համարելով, որ իր դեմ պետք է պայքար տարվի, ստացվում է, այդպես են ընկալել ամեն դեպքում։ Դե եթե այդպես են ընկալել, նշանակում է պատճառ ունեն, հա, չէ, նշանակում է պատճառ ունեն նման ընկալման համար եւ գիտեք, անգամ բառարանը կամ այն բառերը կամ այն եզրույթները, որ օգտագործում անդիմության դեմ, կարծեմ նախորդ օրն էլ մի հատ հայտարարություն հնչեց, որ Եվրոպական միությունից գումար են քերել, որպեսզի Գառնիկ Դանիելյան, այո, նշել էր պայքարելու, անդիմության լավացնելու։
Հիմա եթե ընդդիմությունը գտնում է, որ իրանք այդ այն ուժն են, որոնք երգում են այստեղ Ռուսաստանի երգը, այդ դեպքում այո, իրանք ճիշտ են գտել թիրախը եւ այդ դեպքում իրանք են թիրախավորվելու, եթե իրանք դեմ են Հայաստանի ժողովրդավարությանը, եթե իրանք դեմ են Հայաստանի ինքնիշխանությանը եւ այլն եւ այլն։ Այսինքն այս տրամաբանությունը ավելի վերադառնալով Մոլդովայի կամ Ռումինիայի կամ չգիտեմ այլ երկրների փորձին, մենք տեսնում ենք, որ այս գործողությունները ուղղված են հիմնականում ժողովրդավարությունը կամ ինքնիշխանությունը պետությունների, այդ հետ-սովետական պետությունների խաթարելու։ Ակնհայտ է, չէ՞, որ Ռուսաստանը շահագրգռված չի, որ Հայաստանը լինի լրիվ ինքնուրույն պետություն, ժողովրդավար պետություն, եւ սա ակնհայտ է եւ նաեւ հիշում ենք Մոլդովայի ընտրական գործընթացի շուրջ հնչող հայտարարությունները Մոսկվայից, Կրեմլից, էլի խոսում են նրա մասին, որ սահմանափակվում է խոսքի ազատությունը Մոլդովայում, ասում են, այ ինչ եք բանը խոսում եք ժողովրդավարական արժեքների մասին, բայց սահմանափակում եք որոշ տեխնացուների ուրեմն հնարավորությունները մասնակցել են նախընտրական կամ ընտրական գործընթացներին։ Այսինքն սա այս ձևակերպումները շատ ակնհայտ են եւ չեն դիտարկում այդ մարդիկ, որ Ռուսաստանից գալիս է սպառնալիք Հայաստանի ժողովրդավարությանը։ Եվ շատ դեպքերում այդ նույն դերակատարները տարիներ շարունակ ասլենում ապետ ժողովրդավարությունը, ինչ ժողովրդավարության մասին է խոսքը գնում, կամ այդ այն մարդիկ են, ովքեր որ տարիներ շարունակ պատասխանատու են եղել Հայաստանում massական մարդու իրավունքների ոտնահարումների ուրեմն մասով եւ հիմա խոսում են մարդու իրավունքների մասին, խոսքի ազատության մասին, այն դեպքում, երբ որ տարիներ շարունակ սահմանափակված է եղել Հայաստանում խոսքի ազատությունը։ Իսկ ներքին գործերի միջամտություն։ Ներքին գործերի միջամտություն չի, որովհետեւ չէ, ես երբեք չեմ դիտարկել դա որպես ներքին գործերի միջամտություն, սա շատ պրոռուսական, շատ ռուսական բանախոսույթ է։ Անչափ ռուսական խոսույթ, այսինքն նման եթե նարատիվներ հնչում են հիմնականում Ռուսաստանից, որ Եվրամիությունը ուրեմն միջամտում է Հայաստանի ներքին գործերին կամ մասնակցում է ընդհանրենք ներքին ընտրական գործընթացներին, անգամ ուրեմն դիտորդական առաքելությունների աջակցությունը նրանք դիտարկում են որպես ներքին գործերի խառնվել։ Բան ժամանակ եթե երբ որ ԵՀԿ-ն էր գալիս, նույն ԵԽԽՎ-ի դիտորդներն էին գալիս էին բանի նույն հապկի դիտորդները, հա, բանը ինչա կոչվում, ԱՊՀ-ի, ոչ թե հապկի, ԱՊՀ-ի դիտորդները, բան ժամանակ չէր դիտարկում, որ դա բանա ներքին գործերին խառնվել է։ Իսկ ինչ է ասել մեր պարագայում հիբրիդային պատերազմ, օրինակ կամ հիբրիդային հարձակում։ Օրինակ ես ասես իշխանության թևից եկող մի քանի արգումենտացիա բերեմ, բայց արդյոք դա անդիմադիր պայքար չէ։ Իշխանականները հաճախ ընդդիմության մեղադրում են հետևյալի մեջ, որ հենց Ադրբեջանը հարձակվում էր, դուք դուրս եք գալիս Երևանի փողոցներ, քարեր եք շպրտում կառավարության շենքի վրա, հրաժարական եք պահանջում, քաղաքական անկայունություն եք առաջացնում եւ մի քանի տարբեր դեպքեր են բերել այդտեղ, բայց ընդդիմություն չի լինի, եթե չօգտագործի պահը իշխանապողության նպատակով եւ ընդդիմության խոսույթային ժամանակ այն էր, որ դուք իշխանության եք, այդ պատճառով է Ադրբեջանը հարձակվում, դուք իշխանության եք, այդ պատճառով է մեր անվտանգությունը խոցելի, հեռացեք եւ այդ խոցելիությունը կվերանա։ Արդյոք սա այսպես կարելի է որակել հիբրիդային պատերազմ կամ հարձակում, չգիտեմ։ Մենք իհարկե կարող ենք հիշել նաեւ Զախարովաների եւ Սիմոնյանների հայտարարությունները Հայաստանի ներքաղաքականության ժամանակ, որ դուրս եկեք փողոցներ, թե չէ հակաիշխանական պայքարի Փաշինյանին առացրեք, թե չէ Արցախում ցեղասպանություն կլինի եւ այլն, բայց ինչպես զանազանել էլի ինդիմադիր պայքարը եւ հիբրիդային հարձակում։ Տեսեք, այստեղ մի քանի հարթություն կա, ինձ թվում է պետք է մի փոքր ավելի բացենք, որպեսզի նաեւ մեր հեռուստադիտողների համար པարզ լինի։ Ինքը այդ հիբրիդային սպառնալիքները կամ հիբրիդային վտանգները իրանք բավականին բազմաշերտ են։ Սկսած քաղաքական գործընթացներից, հա, ավարտած քաղաքական ճնշումներով, ապատեղեկատվությամբ, կոգնիտիվ ուրեմն հարձակման միջոցներ, նարատիվների միջոցով, կեղծ նարատիվների զարգացման միջոցով։ Այսինքն, այս մի հարթությունը շատ կարևոր է հասկանալ, որ այս ամենով մենք
այն մարդիկ կամ այն պետությունները, ովքեր որ ուզում են այդ հիբրիդային սպառնալիքների կամ գործիքակազմով ազդեցություն ունենալ այլ երկրի քաղաքական գործընթացների վրա, իսկ այս պարագայում ես կասեի լրիվ հակառակը։ Ռուսաստանն է փորձում Հայաստանի ներքին քաղաքական եւ ընտրական գործընթացների վրա ազդեցություն ունենալ, սա է շատ կարեւոր։ Այս պարագայում գիտեք պետք է մի փոքր բան անել։ Ռուսաստանը առաջին դերակատարն է, որ շահագրգռված է այստեղ քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու, բայց նաեւ կան այլ դերակատարներ, որոնց թվում են նաեւ Իրանը, Թուրքիան, Ադրբեջանը, որոնք ունեն ակնհայտ հետաքրքրվածություն որոշակիորեն ազդել քաղաքական կամ հանրային գործընթացների վրա Հայաստանում, բայց սա այլ հարց է, սրա մասին կխոսենք, այսինքն այդ հիբրիդային սպառնալիքներ ասելով մենք այս պահին իրականում ավելի շատ նկատի ենք ունենում Ռուսաստանի ազդեցությունը, որովհետև դա շատ ցցուն է, շատ վառ է արտահայտված, բայց նաև կան այն այլ երկրների, թվաց իմ կողմից նշված երկրների կողմից սպառնալիքները։ Հիմա հարցը նրանում է, որ շատ մեծ է կապը եւ փոխկապակցվածությունը ռուսական քաղաքական ուրեմն էլիտայի եւ Հայաստանում գործող ընդդիմության միջեւ։ Սա է, որ այդ կապը այնքան սերտ է, որ ցանկացած պարագայում, երբ որ այդ Ռուսաստանից մենք հարցակումներից մենք փորձում ենք պաշտպանվել, ստացվում է, որ մենք պաշտպանվում ենք այն մարդկանցից, ովքեր ռուսական ազդեցության գործակալներ են ըստ էության։ Տարբեր պատճառներով, այսինքն դա կարող է ազդեցության գործակալ լինի, որովհետև, չգիտեմ, տրադիցիոն պատմականորեն եկել է, որ Ռուսաստանն է որոշել, թե ով այստեղ լինելու պաշտպանության նախարար, Ռուսաստանում է որոշվել, հա, հիմնական ուժային կառույցների ղեկավարները Ռուսաստանում են որոշվել, կամ ընդհանրապես մինչև վերջերս Հայաստանում պաշտպանության նախարար եղել է Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող անձնավորություն, որոնցից շատերը հիմա կամ ազգային անվտանգության ծառայությունը, որոնք հիմա գնացել են ծավալել են բան Ռուսաստանում եւ ուրեմն նաեւ խուսափում են ինչ փրկում են Հայաստանը։ Փրկում են Հայաստանը, բայց նաեւ ուրեմն մեղադրանքներ կա, վարույթներ կա իրանց նկատմամբ սկսված եւ նրանք ըստ էության Ռուսաստանի Դաշնություն պաշտպանում են նրանց։ Եվ հետաքրքիր այդտեղից կուսակցություն են բացել եւ հա հերավար Սա այլ հարց, այսինքն այդ փոխկապակցվածությունն է բերել այն վիճակին, որ ցանկացած ոտնձգություն, այսպես կոչված, ցանկացած գործողություն, որն ուղղված է սահմանափակելու կամ պաշտպանելու Հայաստանի Հանրապետությունը եւ նրա ժողովրդավարությունը, նրա ինքնիշխանությունը Ռուսաստանի հարձակումներից, ստացվում է, որ թիրախավորում է այսպես կոչված պարլամենտական ընդդիմությանը կամ այն ուժերին, որոնք աջակցում են դրանց։ Հիմա էս էլ շատ կարևոր տարա, որ մենք հասկանանք, էլի, եւ որովհետեւ երբ որ ասում ենք ներքին գործընթաց կամ խառնվել ներքին գործընթացներին, այդ առումով է ներքին գործընթացներին, որովհետեւ այդ մարդիկ ներգրաված են այդ գործընթացների մեջ, այսինքն ըստ էության այդ նարատիվները շատ ժամանակ, որոնք հնչում են Ռուսաստանից, դրանց կրկնողը հիմնականում հանդիսանում են հենց այդ հայաստանյան ընդդիմությունը։ Ու իրոք շատ լավ ճիշտ օրինակներ եք բերում, բան հնչեցնում, որ կոչ էին անում Մարգարիտա Սիմոնյանները կամ չգիտեմ Մարիա Զախարովաները դուրս գալու Երևանի փողոցներ եւ անտարբեր չլինել Հայաստանի կործանմանը եւ այլն եւ այլն։ Հիմա էլ այս վերջերս հայտարարությունը հնչում, որ օրինակ Երևանը Վաշինգտոնի հետ խոսելու իրավունք չունի առանց Ռուսաստանի։ Դուք պատկերացնում եք, այսինքն Ռուսաստան բաց է ասում, առանց մեզ թրիփ չկա։ Հա, այսինքն դուք ու նաև ասում է, շատ ավելի խորացնում ասում է, այսինքն եթե անգամ այդ թրիփը բացում եք, դուք պետք է անեք մեր օրենսդրության, ԵԱՏՄ օրենսդրության, մեր սահմանապանների երկաթուղի եւ այլն։ Այսինքն սա ստացվում է սահմանապաններ, բայց դեռ կա ճշմարտություն։ Հայաստանի իշխանությունը իրականությունն հայ սահմանապանները իրականությունն տվել է ճանապարհին վրա, որ մի հատ Ռուսաստանը հետեւից ասի մեր սահմանապանները մասնակցել։ Դե հիմա բերեք մի հատ նայենք ով է թույլ տվել, որ ղեկավարության ժամանակ է թույլ տրվել, որ այդ ռուսական իշխանությունները կան։ Հիմա այն ժամանակ հետ գնա կարող է Հայկի ու Բելի շրջանը։ Չէ, պետք չի այդքան հետ գնալ, այսինքն փաստը նա է, որ այդ նույն ղեկավարները, ովքեր որ մեղադրում են այս պահի իշխանություններին, չնայած ասում այս պահի իշխանությունները աչքից լույսը չեն, բայց նրանք են մեղադրում, որովհետև ըստ էության նրանց թողտվությամբ, նրանց խնդրանքով այսպես կոչված, հա, Լևոն Տեր-Պետրոսյանի խնդրանքով են այդ ռուսական ուժերը եկել եւ հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին կանգնել ըստ էության։ Այսինքն պետքա սա էլ հաշվի առնենք, այսինքն այն ստատուս կվոն, որ ձևավորվել է նախկինում, նրանք շատ դիմադրում են, ընդդիմանում են, որ հանկարծ այդ ստատուս կվոն չփոխվի։ Մեկ այլ հարց է, թե իրականում գործող իշխանությունը մտադրություն ունի ստատուս կվոն փոխելու թե չէ, սա մեկ այլ հարց է։
բայց փաստացի նրանք շահագրգռված չեն, որ այդ ստատուս կվոն փոխվի։ Հիմա էլի շատերը հիմա կարող է հակադրվեն եւ ասեն այն ժամանակվա քաղաքական պահանջներ այդ ժամանակ մենք չէինք կարող գոյատևել եթե ռուսական Ղարաբաղյան հակամարտություն այո կար Ղարաբաղյան հակամարտություն բայց իրականությունը ցույց է տալիս որ այդ նույն ռուսական այսպես կոչված խաղաղապահները Արցախում ինչ օգուտ տվեցին Հայաստանին կամ Ռուսաստանի հետ բազմաթիվ ռազմական ոլորտի համագործակցության, հակաօդային պաշտպանության, չգիտեմ, հազարավոր համաձայնագրեր, ինչքանով պաշտպանեցին Հայաստանի սուվերեն տարածքը ադրբեջանական հաստատությունները։ Պարոն Խաչատրյան, շատ կարևոր է, որ մեր քաղաքական դաշտը ստերիլ լինի արտաքին մանրէների, այսինքն ազդեցությունների նկատմամբ եւ ուղղորդումներ, որովհետեւ ժամանակակից աշխարհում պետությունների զավթումը միայն զենքի ուժով չի դա նաև սեփական էլիտաներին իշխանության բերելն է, ընդ որում գաղափարապես այսպես հավաքագրված էլի, պարտադիր չի որ այսպես ստորագրած լինեն, որ ես ծառայելու եմ ՖՍԲ-ին այսուհետ։ Ղազագրով կարող է մարդուն այնքան էլ մշակել ուղեղը, ենթադրենք, որ ինքը Հայաստանի փրկությունը միութենական պետությունում է տեսնում եւ իրոք նա ոչ միտեղ ոչինչ չի ստորագրել, անգամ փող չի ստանում, այդպես հավատացած է եւ կուսակցություն է բացում եւ պայքարում է։ Ինչպես այդ գիծը ճշգրտորեն զանազանել պետություններ, որոնք քաղաքական ուժեր, որոնք իրապես Ռուսաստանի, ասենք, շահերն են ծառայում կամ Ադրբեջան կամ Թուրքիայի, եթե կան այդպիսիք եւ Հայաստանի ապագան տեսնում են ընդհանրեն միութենական պետություն, կան գործիչներ, որոնք համարում են, որ պետք է բոլորի հետ լավ լինել, այդ թվում Ռուսաստանի, այսինքն հիմա բոլորին ասել գործակալ են, դա էլ մի ուրիշ ծայրահեղություն է, էլի ստացվում է, որ եթե քո գաղափարակիցները չեն քաղաքական դաշտում, նրանք Ռուսաստանի գործակալ են եւ արգելվում են։ Դա էլ կարող է ինչ-որ հակաժողովրդավարական ինչ-որ միտումի տանել։ Շատ լավ հասկանում եմ ձեր հարցը, այդ սահմանը իրոք շատ նուրբ է։ Եվ բավականին զգայուն է թեման։ Այստեղ երևի ապացույցները, չէ՞։ Բերեք sense նայենք։ Ուրեմն իմ ընկալմամբ այստեղ շատ կարևոր է օրենսդրական միջավայրը, այսինքն դու պետք է ունենաս հստակ մշակված օրենսդրություն։ Նույն օրինակ Մոլդովայի օրինակով մենք հասկանում ենք, որ այդ գործողությունները, սահմանափակող գործողությունները, որ իշխանությունները են տեղանում էին, դրանք երկարատև վարույթների արդյունքներ են, այսինքն ընդհանրենք վարույթի արդյունքում են ողջել, որ օրինակ Սպուտնիկի աշխատակիցները լրտեսական գործունեությամբ են զբաղվում Մոլդովայում եւ դրա հիման վրա փակվեց Սպուտնիկը։ Ոչ թե իշխանությունը, չգիտեմ, քնեց եւ արթնացավ որոշեց, որ Սպուտնիկը փակելու է որպես ռուսական ազդեցության գործակալություն, այլ վարույթ իրականացրեց, հա, եւ սրա համար մշակված էր օրենսդրություն։ Կամ եթե տեխնացուն պրոռուսական, այսպես կոչված տեխնացուն հնարավորություն չստացավ մասնակցելու ընտրական գործընթացին, այն բանով արվեց, որ կար հստակ մշակված օրենսդրություն, այդ օրենսդրության չափանիշներին չէր համապատասխանում այդ տեխնացուն եւ դրա հիման վրա այդ մարդուն թույլ չտվեցին մասնակցելու։ Հիմա այստեղ շատ կարևոր է, թե որքանով է այդ գործողությունները իշխանությունների բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրությունից։ Սա շատ ամենաերևի կարևոր տարրերից մեկն է, որովհետև հակառակ դեպքում կստացվի կամայական գործելակերպ չգիտեմ, այն մարդկանց բանը, ովքեր ցանկալի չեն իշխանությունների համար կամ հակադրվում են, այսպես 14-ը չխառնվի իրար, էլի, այսինքն չստացվի այնպես, որ մենք երբեք ընդդիմություն չունենանք, մեզ մոտ ցավոք սրտի, այո, մեզ մոտ նման ինտերպրետացիայի հնարավորությունը ստեղծվում է, որովհետև շատ դեպքերում այդ գործողությունները շատ խորն են ստացվում, էլի, այսինքն եթե վարույթներ իրականացվեն, այդ վարույթների արդյունքում կամ հստակ չափանիշներ լիներ, այսինքն ինչ է նշանակում ենթադրենք այդ քաղաքական գործիչի գործողությունները կամ գործունեությունը ենթադրենք հակասում են Հայաստանի սահմանադրությանը, Հայաստանի ինքնիշխանությանը։ Հայաստանի իշխանությունը Չէ, մի բան էլ ասեմ։ Մենք խոսում ենք, բայց քրեական գործեր չկան, ինչու։ Դա սա խնդիր է։ Սա խնդիրներ են, այսինքն ես ոչ թե ասում եմ, որ այս իշխանությունները իդեալական կերպով այս ճանապարհով գնում են, բայց միակ բանը, որ ես համաձայնում եմ իշխանությունների հետ, որ անհրաժեշտություն կա Հայաստանի ժողովրդավարությունն ինքնիշխանությունը պահպանելու։
Հիմա թե այդ մեթոդաբանության թե ինչ գործիքակազմով է իշխանությունը դանում, դա չի բանը ես շատ դեպքերում չեմ կիսում այդ մոտեցումները, բայց ընդհանուր նպատակը տեսլականը շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պաշտպանել այդ սպառնալիքներից արտաքին աշխարհից եւ հիմնականում էլի կրկնվեմ ու անդադ ասում եմ Ռուսաստանից, որովհետեւ շատ դեպքերում նաեւ իշխանական տարբեր շրջանակներից մենք այդ Ռուսաստան բառը չենք լսում։ Ասում են արտաքին սպառնալիքներ, հա, բայց ասում են, հա, ընդհանրապես ինչ-որ վերացական բանա թշնամիա, վերացական թշնամիա եւ Մոլդովայի օրինակը ցույց է տալիս, որ մինչեւ դու չկարողանաս ճիշտ իդենտիֆիկացնես որտեղից է գալիս քո սպառնալիքը, դու չես կարողանալու հստակ ռազմավարություն եւ մարտավարություն ունենալ։ Սպասում իշխանություն, եթե Ռուսաստանի անունը դա։ Մի բան էլ ասեմ եւ գնամ անցնեմ այդ հարցի պատասխանին։ Հիմա տեսեք, այդ մարտիկում մասին մենք խոսում ենք, օրինակ նույն Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը հայտարարում էր, որ օրինակ Հայաստանը իրավունք չունի դուրս գալու ԵԱՏՄ-ից եւ Եվրոպական միության հետ հարաբերությունների բարելավումը բերում է բավականին լուրջ խնդիրների Հայաստանի տնտեսության եւ բանի համար։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ Հայաստանը պետքա լինի, ընդհանրենք, միութենական պետության մաս։ Այսինքն այդ մարտիկ, տեսեք, ըստ էության Հայաստանի Հանրապետության նախկին նախագահան հայտարարում է, որ Հայաստանը պետք է ինքնիշխանությունը կորցնի եւ դառնա Ռուսաստանի Դաշնության մաս։ Կնայեք Սամվել Կարապետյան բանտիզն է ասել է Ռուսաստանի դեմ խարդավանքներում ռեգիոնում խարդավանքներով ռեգիոնում մեզ ավտանգ չենք զգա։ Պետք է Ռուսաստանի դեմ խարդավանքներ չանենք։ Այսինքն տեսեք, ոչ թե այդ մարտիկ այդ դերակատարները խոսում են Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության կամ ժողովրդավարացման գործընթացների կամ մարդու իրավունքների կամ ինքնիշխանության մասին, այլ խոսում են Ռուսաստանի շահերի մասին տարածաշրջանում։ Չէ, ասում են խարդավանքներ մի արեք, որ անվտանգ լինենք։ Խարդավանք, հա, բայց Ռոբերտ Քոչյանի կոնկրետ օրինակը բերեցի, որ ասում են մենք պետք է լինենք միութենական պետության մաս։ Օ, ես չեմ ասել։ Այդ մարդն է այդ հայտարարությունը արել ու եւ միակը չի եղել այդ հայտարարությունը անողը, էլի, ընդհանրենք շատ են եղել են մարդիկ, ովքեր որ կամ չգիտեմ գուբերնիա են պատկերացնում բանի նման Ռուբեն Վարդանյանն օրինակ դրա մասին խոսում կամ Ռուսաստանի մաս եւ այլն եւ այլն։ Հիմա ոնց ենք պատկերացնում Հայաստանի Հանրապետության նախկին նախագահը դիտարկում է Հայաստանը, էլի կրկնվում եմ, դիտարկում է Հայաստանը որպես Ռուսաստանի այլ պետության ըստ էության մաս, վարչատարածքային մաս, դուք պատկերացնում եք։ Եվ ոնց կարող ենք վստահել այդ մարդուն Հայաստանի իշխանության բանը ղեկավարումը, ոնց կարելի է վստահել մի մարդու, որ պատրաստ է Հայաստանը ցանկացած պահի հանձնել Ռուսաստանի իշխանության տակ։ Իսկ դուք պատրաստ չեք ապրել այնպիսի Հայաստանում, որի գաղափարական առաջնորդը Սամվել Կարապետյանը կլինի, որը ինչպես նշեցի, դեմ է Ռուսաստանի դեմ խարդավանքներին այստեղից։ Այստեղ գալիս են կողմ եք Ռուսաստանի դեմ խարդավանքներին։ Ես եթե ձևակերպումները sense ենք տալիս, եթե այդպես դիխոտոմիկ բանի մեջ ենք նայում, ես կողմ եմ Ռուսաստանի դեմ խարդավանքներին, առանց բանը պոլիտկորեկտության, այսինքն որևէ կաշկանդվածություն չուներ որպես քաղաքացիական ներկայացուցիչ, չեմ ընդդիմանա, եթե Ռուսաստանի դեմ խարդավանքներ լինեն, որովհետև Ռուսաստանը տարիներ շարունակ խարդավանքներ արել Հայաստանի դեմ։ Այսինքն այն իրավիճակը, որտեղ որ մենք հայտնվել ենք, դա նաև Ռուսաստանի խարդավանքների արդյունքն է, որտեղ մենք հայտնվել ենք։ Եվ տեսեք, այստեղ շատ կարևոր գործոն է, որ նաև այդ հիբրիդային սպառնալիքները գալիս են նաև հեղինակազրկում են Եվրոպական միության արժեքները, այդ նույն մարդու իրավունքների արժեքները, նույն ժողովրդավարական արժեքները, այսինքն նաև հասարակության մոտ ձևավորում են ընկալում այդ վախի, էմոցիոնալ, չգիտեմ, մեր տրավմաների բան հիշեցնելու միջոցով բերում են այն եզրակացության, որ գիտեք, ժողովրդավարությունը սպառնալիք Հայաստանի համար։ Եվ այն պատճառով, որ մենք դառանք ժողովրդավար, մենք կորցրեցինք մեր անվտանգությունը կամ մեր ձգտումը դառնալու ժողովրդավար, տենց նարատիվ գոյություն ունի, հա, գաղտնիք չեն բացահայտում։ Մարդիկ ասում են, եթե օրինակ մենք ախր գիտեք անհեթեթության մակարդակը էլ է հասնում շատ ժամանակ, եթե ասում են Նիկոլ Փաշինյանը գնար դիմավորեր Պուտինին, մենք այս բանի ճակատագրին չենք արժանանա։ Եթե, չգիտեմ, կամ ինչ եք ուզում, Հայաստանի ուկրաինազացիա եք ուզում եք դառնա Հայաստան։ Լավրովը ասաց ձեզ ուկրաինացում չի սպառնում։ Հա, բայց մինչև էլ ասում են, որ այդ ճանապարհով եք գնում, ու էլի գտնում են, ասում են Մոլդովայից հետո դուք եք այդ ճանապարհով գնում, երկրորդ տեղը Մոլդովան է, երրորդ տեղը Հայաստանն է, Վրաստանն էլ բանը բարեբախտաբար իրանք փրկեցին։
Լավրովը ավելի նրբանկատիվ հաստատում մեր համատեքստում։ Դե ես Լավրովը մեղադրում էր նախորդ օրը կարդում էի, Լավրովը մեղադրում էր Եվրոպական միությանը ակնհայտ գողության մեջ, որ փորձում են եվրոպա-ամրոսական ակտիվները գողանալ։ Եվ Լավրովը ասում էր ցույց տվեք մի երկրի, որին մենք դավաճանել ենք, չկա այդպիսի երկիր։ Հա, լավ։ Ես ուրախ եմ Լավրովի համար, որ ինքը այդքան լավ գնահատական է ունի Ռուսաստանի Դաշնության։ Տեսեք, իշխանության ներկայացուցիչներն եւ եկեղեցու վերնախավի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, ասենք կաթողիկոսի հրաժարականի պահանջ, հոգեորականներ ձեռքբերություններ եւ այլն, սրանք էլ ընթացիկ գործողություն է եւ իշխանությունը էլի պայմանական ասած սա դիտարկում է այն կուսակրոնության ուխտ բան, մակրենք էլի այդ փոշին եւ այլն, էլի KGB-ի ազդեցության դեմ գործողություններ, որ գործակալների դեմ պայքարը եւ Փաշինյանը ասում էր ես չեմ ուզում կաթողիկոս, որը KGB-ի գործակալ է, հա։ Հիմա էլի, տեսեք, այս KGB-ի գործակալի մեղադրանքը հիմա կարող է վաղը դուք, ես, ինչ որ մեկը իշխանությանը սկսի քննադատել եւ դառնա KGB-ի գործակալ, հա։ Դուք այդպիսի KGB-ի գործակալացման վտանգ չեք տեսնում օրինակ ձեր նկատմամբ։ Իմ հարցի համատեքստը հասկացաք, չէ՞։ Չէ, լավ հասկացա։ Բոլոր ընդդիմախոսներին կպցնել այդ պիտակը եւ պայքարել, հասկանալով, որ իրապես մեր ժողովուրդը չի ուզում, որ ինչ-որ մեկի գործակալը լինի իր եկեղեցականը, քաղաքացիական կամ քաղաքական գործիչներից մարդիկ։ Տեսեք, քաղաքացիական հասարակությունը, տեսեք, այդ 18 թվականից հետո տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո մենք անընդհատ խոսում ենք, արդեն բաներ ենք դարել, որ ասում արջը 7 երգիտի 7-ն էլ վեթինգի եւ լուստրացիայի մասին էր, անընդհատ դա ենք խոսում եւ այդ լուստրացիան էր իրականում այդ բանալին լուստրացիայում էր, երբ որ այդ լուստրացիան իրականացվում է, ոնց որ շատ բալտյան երկրներ արեցին, հետ սոցիալիստական բավականին շատ թվով մի քանի երկիր համենայն դեպս արեցին, երբ որ այդ բոլոր արխիվները KGB-ի այսպես կոչված բացվեցին եւ բացահայտվեցին այդ բոլոր գործակալները, որոնք կապ են ունեցել ռուսական KGB-ի հետ կամ լրտեսական գործունեությամբ զբաղվել եւ նրանց ուղղակի թույլ չտրվեց ենթադրենք պետությունում որոշում կայացնող պաշտոններ զբաղեցնելու։ Այսինքն այստեղ նաև որոշելիք բան է, պետության որոշելիքն է, ինքը ինչ վարույթներ է սկսում դրա այդ մարդկանց ուղակի բանտերն է նետում, թե ուղակի քաղաքական որոշում է կայացնում, որ սրանից հետո այլևս այդ մարդիկ պաշտոն չեն ունենալու, որովհետև նրանք ուրեմն համագործակցել են ռուսական անվտանգային ծառայությունների հետ։ Սա էր բանալին, այսինքն այդ մեղադրանքը, գիտեք, այստեղ շատ մեծ վտանգ կա, որ մեր կապարանոց ուրեմն հայտարարություններով, որ սա է KGB-ի գործակալ են, մյուսն է KGB-ի գործակալ, դու ուղղակի ինչ որ կերպար ես ձևավորում հանրային բանի ընկալումներում, որ սա KGB-ական է, սրան պետք չի վստահել, բայց իմ ընկալմամբ, եթե սա KGB-ական է եւ ինչ որ բան, այստեղ պետքա հետևանք ունենա, էլի, եթե հետևանքը իրավական է, այո, այսինքն մենք ես շատ ավելի կուզենայի լսել իրավական գնահատական կամ դատական որոշում կարդայի կամ դատական վճիռ կարդայի, հա, ոչ թե ընդհանրենք ասես մեր կապարանոց հայտարարություն, որ սա KGB-ական է, սա էլ չգիտեմ FSB-ական է։ Այս դրա համար եմ ասում, էլի շատ դեպքերում ինձ համար շատ ավելի որ խոսում ենք օրենքի իրավունքի գերակայության մասին, սա է որ ամեն ինչը պետք է լինի Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում։ Շատ կարևոր է ինձ համար, եթե մենք ուզում ենք ժողովրդավարությունը պաշտպանենք, չենք կարող ժողովրդավարությունը պաշտպանել ոչ ժողովրդավարական միջոցներով։ Ու այստեղ մի շատ էլի կարևոր տարր կա հիբրիդային սպառնալիքներով սկսեցինք մեր խոսակցությունը, խնդիրը նրանում է, որ այդ հիբրիդային սպառնալիքների ուրեմն հեղինակները, ովքեր որ այդ բաները սպառնալիքները մեր նկատմամբ ուղղում են, նրանք գիտեք որևէ սահմանափակում չունեն, այսինքն նրանք հոգ չեն տանում ժողովրդավարության, օրենքի բանի գերակայության մասին, այսինքն նրանք շատ արագ սովորում են եւ որևէ կաշկանդվածություն չունեն։
Պաշտպանվելն ավելի դժվար է, որովհետև դու պետք է պաշտպանվես օրինականության շրջանակներում, հա որոշակի կանոններ են գործում, դու չես կարող ընդհանրենք ցանկացած պատահածին վերցնես, ասես, այս կասկածում է, որ դու, չգիտեմ, գործակալ ես եւ բանան ես, վարույց սկսես կամ մարդուն նետես բանտեր, հա, տենց չի աշխատում։ Այսինքն այդ տեսանկյունից շատ ավելի բարթանում է այսօր, իսկ նաեւ գործիքակազմն է փոխվում։ Այսինքն եթե հիմա նայում ենք թե ինչ գործիքներ օգտագործվեցին Մոլդովայում ու հիմա բավականին զարգանում են նաև այդ գործիքները, որը մեր նկատմամբ է օգտագործվում։ Շատ լավ, մի հարց կարճ կխնդրեմ, գիտենք որ Բաքվում ավարտվեց Ռուբեն Վարդանյանի նկատմամբ այդ դատաքննությունը եւ Ադրբեջանի նախագահը նաև 20000 մարդու նկատմամբ համաներում է կիրառում, պարոն Վարդանյանի մեղադրանքների ցանկը շատ է, ինչպես նաև մեր մյուս հայրենակիցներ, դուք ինչ սպասելիք ունեք, արդյոք քաղաքական բանակցություններով այս հարցերը կլուծվեն, թե ընդհանրապես չեն լուծվի եւ Ադրբեջանի համար հայ-ռազմագերիների վերադարձի հարցը այսպես տաբու փակված թեմա է, հատկապես քաղաքական գործիչներն ինչ սպասել։ Ես գիտեմ, որ այդ ուղղությամբ բանակցություններ գնում են տարբեր մակարդակներում, նաեւ միջազգային կառույցների ներգրավմամբ։ Ես կարծում եմ հանգուցալուծում լինելու է, այստեղ մի հարց իմ անձնական ընկալմամբ ես ասեմ, որ կարող է ոչ բոլորի նկատմամբ հավասար մոտեցում կիրառվի, այսինքն քաղբանտարկյալներից, այսինքն այդ բանտարկյալներից կամ մեր գերիներից ոմանք վերադառնան, ոմանց նկատմամբ այսպես կոչված համաներումը գործի, ոմանց նկատմամբ մի փոքր ավելի մեծ բարդություններ կառաջանան, բայց ես կարծում եմ այդ հարցը կլուծվի։ Դա կարող է լինի իմ կարծիքով, եթե մեզ հաջողվի իրականում այդ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ի վերջո ստորագրել, ինչն էլ էլի տենց շատ վիճելի հարց է ու կդժվարանա, երկար թեմա է, առանձին թեմա է, բայց կարծում եմ, եթե մեզ հաջողվեց վերջնականացնել պայմանագիրը ստորագրել, դրանից հետո մի փոքր ավելի ձյուրին կդառնա նաև այդ հարցի շուրջ բանակցությունները։ Շնորհակալ եմ, պարոն Խաչատրյան։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել էինք Էդգար Խաչատրյանին։